Պարոն Գրիգորյան, Զովունու Դավիթ Հաշենի վերջի հատվածը Զովունու բնակիչներից բողոք եմ ստացել տրանսպորտի հետ կապված, որ 35-36 եւ շարունակելի փողոցներում տրանսպորտ չի երթևեկում, այդ լուծումը ինչպես եք տեսնում, այդ մարդիկ չեն կարողանում Երևանի տրանսպորտից օգտվել, դրանից զատ տեսեք, պարոն Ավինյան, ասում եք գազելներ չունենք, էլեկտրական, այսինքն ամբողջ համակարգը փոխել եք, բայց մի հատ կարող եք ներկայացնել, այդ խելացի կանգառասրահներից քանիսն եք տեղադրել, ես չեմ տեսնում լայնածավալ աշխատանք խելացի կանգառասրահների մասով, ինչն է խնդիրը, որ Երևանը համաչափ չի զարգանում, որը պետք է համաչափ զարգանար, այսինքն կենտրոնի վրա նորից կենտրոնացել եք, կենտրոնում դնում եք խելացի կանգառասրահներ, մյուս վարչական շրջանի բնակիչները ինչով են մեղավոր, որ չեն կարողանում օրինակ օգտվել այդ խելացի կանգառասրահներից, խոսում եք մի քանի օրինակ դետալային, եթե մի 10% աշխատանք արվում է 90%-ից չեք խոսում, ավտոբուսներից որ խոսում եք, այդ ավտոբուսի ամբողջ համակարգը, այդ խցանումներից ինչու չեք խոսում, բա չեմ ասում Կիևյան կամուրջը, միջև Կիևյան կամուրջը էլ ավելի գերծանրաբեռնված է եղել ամբողջ Երևան քաղաքը ու էլ ավելի է շատացել, նրանից հետո երբ որ կառավարությունից ինչ որ հանձնախումբ ստեղծեցին, դրանից հետո Երևանը էլ ավելի գերծանրաբեռնվեց։ Հիմա կասեք թե ավտոմեքենաների թիվը շատացել են, ես կհերքեմ, այո, շատացել են, բայց դուք ոչ մի աշխատանք բեռնաթափման համար չեք կատարել, այն է, որ պետք է կայանատեղիներ կառուցեիք, կարմիր կետագծերը հեռացնեիք եւ դրա փոխարեն սահմանված առանձնացված գիծը տեղադրեիք ու շատ կառուցվածքներ կառուցեիք, որը ոչինչ չի կատարվել։ Խնդրեի պարոն Գրիգորյանից սկսել պատասխանը այդ բնակիչների հարցից։ Շնորհակալ եմ, երբ պարոն Գրիգորյանը ձեր ծնունդը շնորհավոր։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, ճիշտն ասած, այսպես ասեմ, ամբողջը չի հարց, որտեղ մի մասը դուք հարցնում եք, դուք պատասխանում եք, ինձ թվում է այդտեղից արձագանք այնպես չի, որ ակնկալվում է ինձնից։ Կանգառասրահների մասով օբյեկտիվորեն ասեմ, որ այո, որոշակի առումով ծավալները մեզ էլ չեն բավարարում եւ պարոն քաղաքապետի կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են, որ առաջիկայում էլ ավելի մեծ ծավալով տեղադրվի, բայց որ դուք ասում եք ընդհանրապես չեմ տեսնում, ճիշտն ասած ինձ թվում է մենք ինչ ծավալով էլ անենք, դուք չեք տեսնի, որտեվ չունեք դա տեսնելու ցանկություն, որովհետեւ եթե ցանկությունը լիներ, օրինակ Ազատության պողոտայի վրա տեղադրված նոր կանգառասրահները չվացուցակներով կահավորված կտեսնեք եւ կասեիք, որ տեսնում եք, որ այդ ծավալը իրականացվում է, բայց բավարարված չեք դրա ուրեմն ծավալներից, մենք էլ կասենք, որ ձեր հետ համաձայն ենք, բայց երբ որ դուք արված աշխատանքի պայմաններում ասում եք չեք տեսնում, մտավախություն ունեմ, որ մենք ինչքան է դնենք, դուք չեք տեսնի, որտեղ ուղղակի ձեզ քաղաքականապես ձեռնտու չի դա տեսնել։ Շնորհակալություն։ Բայց թիվն էլ հնչեցնենք, էլի պարոն Գրիգորյան, քանի կանգառասրահ ենք դրել այդ նորերից։ Պարոն քաղաքապետ, այս տարվա ընթացքում 15-ը արդեն տեղադրվել են, անցած տարվա ընթացքում մինչև 40-ը կահավորվել էին, նորերը տեղադրվել են եւ կահավորվել էին չվացուցակներով, բայց այս տարվա ընթացքում 15-ը տեղադրվել են եւ ոչ միայն կենտրոն վարչական շրջանում։ Այսինքն 50-ից ավել են արդեն։ Այսինքն 50-ից ավել այս տեսակ կանգառասրահներ Երևան քաղաքում տեղադրել են եւ այո, ոչ միայն կենտրոն վարչական շրջանում, Զովունու մասով, պարոն Գրիգորյան, Զովունուն Երևան քաղաքից ենթադրում եմ ուսումնասիրենք իհարկե, մենք ունենք բացառիկ դեպքեր, պարոն Սարգսյան, որ Երևանի սահմաններից դուրս որոշակի մենք սպասարկում ենք եւ օրինակի համար նոր տրոլեյբուսները մուտք գործելուն պես մենք հասնում ենք մինչեւ հայտնի ջրվեժի զոնտիկները, այսպես ասած, եւ այս մեր տրոլեյբուսները հասնում են այդտեղ նաեւ, բայց հիմնականում ուզում եմ հիշեցնել մեր հիմնական ֆունկցիան Երևան քաղաքի ներսում է եւ Երևան քաղաքից դուրս ոնց որ մեր սպասարկման շրջանակից դուրս է արձագանք։ Պարոն Գրիգորյան, տեսեք դուք ասում եք հարցը տալիս եք պատասխանում եք, որոշ հարցեր այո հռետորական տալիս եմ, այդտեղ ճիշտ եք ասում, որովհետև այդ պատասխանը դուք ես բազմիցս տվել եմ ու այդ պատասխանը չեք կարողանում տալ, օրինակ բեռնաթափման հարցը, իսկ կանգառասրահների մասով այո որոշակի փորձում եք ընդունել, օրինակ բերեմ, ասում եք
կենտրոն վարչական շրջանից դուրս են կարել։ Կարակ մի հատ կանգառասրահ Հաչոտնյակ համայնքում ցույց տակ, խելացի կանգառասրահ, ոչ միայն Հաչոտնյակում, օրինակ եմ ես բերում։ Այդ հարցի պատասխանը հռետորական չի։ Հաչոտնյակ համայնքում մի հատ խելացի կանգառասրահ ցույց տվեք ինձ, որ չլինի էլի հռետորական, դուք չեք կարողացել միշտ էլ պատասխանեք այս բեռնաթափման ծրագրի հետ կապված, որովհետև ամբողջությամբ ձախողել եք։ Իրականում ձախողել եք, դուք էլ եք գիտակցում, որ ձախողել եք ու դրա դիմաց չեք կարողանում ճիշտ աշխատանք տանել։ Բարի եղեք, այն առաջարկը, որ ներկայացրել էի, սկսեք այդ ենթակառուցվածքները կառուցել ու շարունակությունը ասել եմ արդեն մի քանի անգամ եւ կլինի որոշակի փոփոխություն։ Արձագանք ունեք, խնդրեմ։ Պարոն Սարգսյան, տեսեք, ձեր առաջի ու երկրորդ խոսքում էլի, ասում եք միայն կենտրոն վարչական շրջանում, հետո ասում եք Աջափնյակում։ Հիմա Երևանը, չգիտեմ, ես ենթադրում եմ դուք գիտեք, որ կենտրոն վարչական շրջանից դուրս միակ գոյություն ունեցող վարչական շրջանը Աջափնյակը չի։ Հետևաբար, երբ որ ասում եմ կենտրոն վարչական շրջանից դուրս տեղադրել ենք, ասում եք հիմա ասեք Աջափնյակում։ Աջափնյակի մասով դեռ 2-3 տարի առաջ, եթե չեմ սխալվում, այո, առանց չվացուցակների, բայց նոր ֆիզիկապես նոր կանգառասրահներ տեղադրվել են, որոնք նույնպես պետքա կահավորվեն չվացուցակներով, բայց ասել, որ այդտեղ առհասարակ նոր կանգառասրահներ չեն տեղադրվել, դա էլ ճիշտ չի լինի։ Ինչ վերաբերում է, որ ասում եք որոշ հարցեր ռետորական են, դե երևի լավ կլինի դրանք ելույթների ժամանակ հնչեցնեք, հարցերի ֆորմատը օգտագործեք հարցի համար, իսկ ընդհանուր ձեր գնահատականը էլի եմ ասում։ Խնդիրը այն է, որ ես վստահ եմ, որ մենք որտեղ իդեալական աշխատենք, որտեղ թերանանք, որտեղ միջին աշխատենք, դուք բոլորին նույն գնահատականն եք տալու, որովհետև մեր աշխատանքից չի կախված ձեր գնահատականները։ Դուք ունեք նախապես որոշված գնահատականներ, որ հանգամանքներից այդ գնահատականները տալու եք։ Ու իմ համար դա ակնհայտ է դարձել, օրինակ 2024 թվականի, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 1-ին, որ մենք ամբողջությամբ մետրոյում անցանք տոմսային համակարգին, դուք նախապես որոշել եք, որ այդ օրը այդտեղ կոլապս է լինելու, եկաք ասիք, էս ինչ է կատարվում, չնայած ոչ մի բան չէր կատարվում։ Ուղղակի տենց էիք նախապատրաստվել ու կախված չէր դա մեր աշխատանքից։ Շնորհակալություն։